Նահանգները նոր քաղաքականություն ունի Բաքվում պահվող հայ ռազմաքաղաքական եւ մյուս գերիների վերադարձի վերաբերյալ։ Միացյալ Նահանգների 87 կոնգրեսական նամակով դիմել են պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, Թրամփին գործով զբաղվելու համար։ Վարչակազմից պահանջել են ճնշում գործադրել բոլոր գերիների վերադարձն ապահովել առանց նախապայմանների, զբաղվել արցախցիների վերադարձի եւ Արցախում մշակութային ժառանգության պահպանմամբ։ Պետքարտուղարությունից արձագանքել են։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հետևում է Ադրբեջանում կալանավորված հայերի դատավարություններին, իսկ նախկինում չհրապարակված քայլով հաստատում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան պաշտոնյաները Բաքվում հնարավորության դեպքում ներկա են լինում դատական նիստերին։ Պետդեպը շարունակում է կոչ անել ադրբեջանական կառավարությանը պաշտպանել Արցախի հայկական մշակութային ժառանգությունը։ Այս խոստումները Միացյալ Նահանգներից ստացել են հայ դատի հանձնախմբի ճնշմամբ։ Ստորագրությունները հավաքել երկու դեմոկրատական եւ հանրապետական կուսակցություններից։ Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով խոստումները ստանալուց հետո ճնշումը իրականություն դարձնելու համար է լինելու։ Մենք ձեռք բերած առաջընթացը թե Արցախի փախստականների, թե հայ գերիների, թե քրիստոնեական եկեղեցիների պաշտպանության հարցում մեր համառության եւ միասնականության արդյունք է, չնայած Երևանի անտարբերությանը եւ Բաքվի կտրուկ ընդդիմությանը։ Կոնգրեսականների հետ աշխատանքին զուգահեռ ճնշում եւ ներգործություն է պետք Հայաստանից, արտգործնախարարության, կառավարության եւ բոլոր հնարավոր մակարդակներով։ Լարիսա Ալավերդյանի խոսքով գերիների վերադարձը ձգձգվում է գործող իշխանության անգործության պատճառով։ Ես ցավում եմ, բայց դատելով արդյունքներից Հայաստանի Հանրապետության իշխանությունները այդպիսի խողովակները ընդհանրապես չեն օգտագործում։ Ես չեմ հավատում այն ընդհանուր խոսքերին, որ մենք անում ենք այն ինչի ամենը։ Գերիներին վերադարձնելու մեխանիզմներ շատ կան ԵԽԽՎ-ի եւ ՄԱԿ-ի շրջանակում, ասել է Եղիշե Կիրակոսյանը։ Այդ մեխանիզմները գործի դնելու, արդյունք ստանալու համար պետության աջակցությունն է պետք։ Որ թվարկենք բավականին մեծ քանակությամբ մեխանիզմների սուտ խնդիրը այստեղ է նա, որ շատ դեպքերում այդ մեխանիզմների էֆեկտիվ գործարկման համար պետության ներգրավվածությունը ուղիղ շատ կարևոր է արդյունավետ գործարկման համար ԵԽ-ի շրջանակներում, նույն ՄԱԿ-ի շրջանակներում եւ այլն։ Բնականաբար հնարավորություն կա դա ինդիվիդուալ կամ ՀԿ-ների կամ ակտիվ մարդկանցի պաշտպանության պահպանատների ջանքերով անելով, բայց ցավոք սրտի դա էֆեկտիվություն չի ունենա, ինչ որ կունենա պետության կողմից։ Օրերս ՄԱԿ-ի եւ ԵԽԽՎ-ի ամբիոնից ելույթ ունենալու հնարավորություն էր ստացել Փաշինյանը։ Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու մեր համատեղ որոշումը Երկու ամբիոններն էլ տեղին չգործածվեցին։ Սիրանուշ Սահակյանի խոսքով կարևոր է իրավական ճիշտ որակումներ տալ, որը չանելը տարակուսանք է առաջացնում։ Միջազգային հանրությունը, Հայաստանի Հանրապետության իշխանությունները, Հայաստանի Հանրապետության հասարակությունը պետք է պահանջատեր լինեն ապօրինի ազատությունից զրկված անձանց անհապաղ ազատ արձակմանը եւ կարծում եմ այս կարևոր իրավական որակումը պետք է տրվեր նաեւ քաղաքական ամբիոնից։ Ես այդ գերիներին համարում եմ, որ արդեն նրանք չկան։ Դեռ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին նման հայտարարություն էր արել ազգային ժողովի խոսնակը։ Դրանից հետո գերիների վերադարձ եղավ։ Պարզվեց նրանք կան։ Իսկ Բաքվում պահվող ռազմաքաղաքական ղեկավարներն ու մյուս գերիները գործող իշխանությունը շահագրգռված չէ գերիների վերադարձի հարցով։ Դեռ հակառակը բաց է թողնում բոլոր հնարավորությունները հարցը բարձրաձայնելու, հետևողական լինելու առիթները։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։